Իսրայելի որդիքը տիրոջ աղաղակեցին եւ ասեցին. «Քեզ դեմ մեղ գործեցինք, որտեղ մեր Աստծուն թողեցինք եւ Բահաղիմը պաշտեցինք»։ Աղաղակեցին։ Հենց աղաղակում են Տերը անմիջապես պատասխանում է եւ ուղարկեց Հեփթային։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասել ձեզ։ Այսինքն չկա այդպիսի դեպք, որ եթե որևէ մեկը սրտանց Աստծուն աղաղակի, Աստված ասի չէ։ Ես հիմա չեմ կանչում, չեմ ուզում փրկել քեզ։ Այդպիսի բան չկա։ Ուշադրություն դարձրեք, որ Սաղմոս 50:15-ում Աստված արդեն ասել է դրա մասին։ Անհնարին է, որ դու կանչես եւ Աստված քեզ չպատասխանի։ Կանչիր ինձ նեղության օրումը եւ ես կազատեմ քեզ եւ դու կփառաբանես ինձ։ Բայց եթե կանչող չկա, ուրեմն ազատողն էլ չկա։ Ազատողը չկա, փառաբանողն էլ չկա։ Ամեն բանից առաջ Աստված որևէ բան ստիպողաբար չի անում։ Փրկությունը մեր հոժարությամբ է։ Մենք պիտի կանչենք նրա անունը։ Մենք պիտի հրավիրենք նրան մեր կյանքի մեջ։ Հասկանում եք։ Հիմա վերադառնում ենք Ելից գիրք։ 3-րդ գլուխ, չէ՞։ 2-րդ գլուխ 23-25-ը։ Այդ տեղերը, որտեղ ժողովուրդը աղաղակում էր Տիրոջը։ Եվ ինչ է ասում, եւ նեղության պատճառով, ծառայության պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին եւ նրանց աղաղակը ծառայության համար Աստծո մոտ բարձրացավ։ Եվ Աստված նրանց հեծությունը լսեց, Աստված հիշեց իր ուխտը, որ Աբրամի, Իսակի, Յակոբի հետ դրել էր, Աստված նայեց Իսրայելի որդիների վրա, Աստված իմացավ նրանց վիճակը։ Եվ հիմա ինչ? Որովհետև կանչեցին, հիմա Աստված ինչ պիտի անի, 3-րդ գլուխ առաջի խոսքից, անմիջապես կանչում է Մովսեսին, հայտնվում է Մովսեսին այրվող չմարող մորենի միջից, ասում է վեր կաց գնա իմ ժողովրդին հանիր, իմ ժողովրդին կանչում է, ժողովուրդ ջան, նա միշտ պատրաստ է մեզ փրկելու։ Նա միշտ պատրաստ է մեզ օրհնելու։ Հասկանում եք, երբ որ ասել էր 400 տարի նա չէր կամենում 400 տարի ստրուկ լինեն։ Ուղղակի նա գիտեր դրա մասին, որ չեն կանչելու իրեն։ Խնդիրը սանում եք անում, որ մարդիկ չէին կանչում իրեն։ Չկա այդպիսի մարդ, որ Աստծո անունը կանչի եւ Աստված նրան չհայտնվի։ Չկա այդպիսի դեպք, եթե մարդը Աստծուն սրտանց կանչի եւ Աստված նրան չփրկի այդ վիճակից։ Ուրեմն խնդիրը Աստծո մեջ չի, խնդիրը մեր մեջ է։ Ամեն։ Ուրեմն Աստված ուղարկեց Մովսեսին։ Ուղարկեց Մովսեսին, որովհետև որպես փրկություն ժողովրդին Աստված օգտագործում է մարդկանց։ Կանչողները, ովքեր կանչում են, Աստված նրանց մոտ մարդ է ուղարկում։ Այստեղ Մովսեսին ուղարկեց։ Քո պարագայում, երբ որ դու կանչել ես, չգիտենք դա ոնց է եղել։ Գուցե պարկած անկողնում ճիչ ես արձակել առ Աստված, գուցե փողոցում, գուցե չգիտեմ ինչ որ մի տեղ, դու այդքան խորապես չես հասկացել, բայց Աստծուն կանչել ես, եւ հանկարծ Աստված ուղարկել է քո հարևան հավատացյալին, քո բարեկամ հավատացյալին, կամ միամիտ հանդիպել ես մեկին, որ քեզ հրավեր կարել եկեղեցի, ամեն մեկից ինչ որ մեկը վկայել է, ամեն մեկից այդ ինչ որ մեկը խոսել է, Աստված ինչ որ մեկին օգտագործել է մեր կյանքի փրկության եւ ապաշխարության համար։ Այդպես չէ՞։ Աստված ուղարկում է Մովսեսին, օգտագործում է լծակները, որ գնան եւ քարոզեն։ Բայց ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն, պիտի ուղարկվեն, որ քարոզեն։ Ինչպես որ քեզ համար ուղարկվել են քարոզելու, իմացիր, դու չեր միակը, որ կանչում էիր Աստծուն, այսօր էլ շատ մարդիկ կանչում են իրենց տներից եւ Աստված լսում է, եւ դա մարդկանց է ման գալիս, ինչպես ասեց Եսայի մարգարեին, ով կգնա մեզանից, ում ուղարկենք, որ գնան մեզանից խոսեն, Եսայան իր շուրջը նայեց եւ ասեց, ահավասիկ ես, ինձ ուղարկիր ով Տեր Աստված։ Աստված ուզում է մարդկանց ուղարկել այդ ընտանիքները, ինչպես որ քո ընտանիքն է ուղարկել։ Հիմա նրանց ժամանակն է հասել, լրումը եկել է, դու պատրաստ ես գնալու, եղբայրս եւ քույրս։ Հոժարակամ ես Աստծուն ասելու այո եւ ամեն, ինձ ուղարկիր Տեր։ Թե քո հարցը լուծել ես, մնացած ինչ ուզում լինի։
Հիշում եք անգամ Նինվեի ժողովուրդը, երբ որ ծանր կացության մեջ էին, Նինվեի ժողովուրդը, որոնք ծանր հարվածների մեջ էին, Աստված ուղարկեց իր մարգարեին, թեև նրանք թշնամի էին Իսրայելին, տարիներ շարունակ հալածում են եւ հետո էլի հալածել են Իսրայելին, բայց որտեւ այդ քաղաքը կանչում էր Տիրոջ իրենց նեղության մեջ, Աստված ուղարկեց իր մարգարեին, գնա, խոսիր, որ ապաշխարեն, ես ուզում եմ, որ փրկվեն նրանք։ Ինչ բարի է մեր Աստված։ Անկամ նրանք թշնամի էին, թշնամի Իսրայել ժողովրդին, բայց երբ որ կանչեցին Աստծուն, Աստված ողորմեց, ուղարկեց իր մարգարեին, թեև մարգարեն համառ էր, մարգարեն չէր ուզում գնալ, փախնում էր, բայց Աստված, եթե որևէ մեկը կամ մի ազգ իրեն կանչել է, նա ամեն լծակները կօգտագործի, Աստված ամենակարող Աստված։ Եվ այդ քաղաքին ողորմություն արեց։ Օրհնյալ լինի մեր Աստծո անունը, որ մեզ էլ այցելեց եւ այս քաղաքին էլ ողորմություն արեց։ Ուրեմն թանկագիններ, ոչ թե իր անձը հանձնարարողն է ընտիր կամ ընտրված, այլ որին որ Տերն է հանձնարարում։ Աստված կամենում է, որ մենք լինենք այդ ընտրյալները, որ հանձնարարի մեզ եւ մենք գնանք Աստծո խոսքը տարածենք։ Իդեպ, երբ որ Աբրահամին Աստված կանչեց եւ ասեց, որ քո սերունդը պիտի ծառայության մեջ լինի, գիտեք մի բան էլ ասեց Աստված։ Ծննդոց 15-18 ուշադրություն դարձեք, այդ հայտնության ժամանակ մի կարևոր բան էլ ասեց։ Տեսեք ինչ ասեց։ Այն օրը Եհովան Աբրահամի հետ ուխտ դրավ ասելով. քո սերունդին տվի այս երկիրը Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը, այսինքն Եփրատ գետը։ Պատկերացնում եք, ով որ քարտեզը գիտի մոտորապես, Եգիպտոսից մինչև Եփրատ, դա հսկայական տարածք է։ Կգնաք մի հատ կնայեք, այդ տարածաշրջանը ինչ մեծ է։ Գիտեք, այս խոստումից հետո Իսրայելը գրեթե երբեք բացառությամբ մի անգամ, կասեմ երբ եղել, մինչև այսօր հազարավոր տարիներ, այս խոստումից հետո Իսրայելը չի ունեցել այդ տարածաշրջանը, այդ խոստումը չի ունեցել, միայն մեկ անգամ է ունեցել, որտեղից Եփրատից մինչև Եգիպտոս, միայն մեկ անգամ է Իսրայելը վայելել այդ բերկրանքը, թեև Աստված իրան տվել է, բայց ինչու չի ունեցել իր անաստվածության մեղավոր լինելու համար։ Չի հասել այդ մեծ խոստումներին, միայն մեկ անգամ է եղել, դա գրված է երկրորդ մնացորդաց 9-րդ գլուխ 25-26 խոսքերում, Սողոմոն թագավոր։ Սողոմոնը ձիերի եւ կառքերի համար 4000 ախոր ուներ, 12000 ձիավոր, եւ նրանց դրավ կառքերի քաղաքներում եւ թագավորի մոտ Երուսաղեմում։ Եվ նա թագավորում էր բոլոր թագավորների վրա, Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը, մինչև Եգիպտոսի սահմանը։ Այս մի անգամ Աստված նախապես որոշել է քո սահմանները։ Աստված նախապես որոշել է եղբայրս քույրս, թե դու ինչ օրհնյալ մարդ պիտի լինես, հաստատ համոզված եղիր, որ դու այն ինչ որ հիմա ես, սա չի Աստծո կամքը։ Էլ որ հիմա ես կամ, ես համոզված եմ, սա չի Աստծո կամքը։ Իմ ծուլության, իմ անտարբերության, իմ մեղքի, իմ տկարության լիքը պատճառներ կան, որ ես այն չեմ, որ պիտի լինեի։ Իսրայել, քո սահմանները դա չի, դու կանչված ես ամբողջ տարածքները քեզ եմ տվել, բայց դու չես տիրում դրան, ոչ թե նրա համար, որ ես չեմ ուզում եմ, դրա համար գրել եմ, ասում է Աստված, այլ որտեղ դու չես ուզում։ Մեր սահմանները այնքան մեծ պիտի լիներ, մենք այնքան օրհնության պատճառ պիտի լինեինք, Աստծո խոստումները մեր կյանքում պիտի բերկրանք լիներ, պիտի ուղղակի ցոլար, պիտի տարածվեր, այն գետերի պես, կրկնակի գետի պես մեր փորից պիտի օրհնությունը տարածվեր, ժողովուրդ ջան։ Եվ ինչքան վատ է, հազարավոր տարիներ ապրում են իսրայելացիները, աշխարհի ամենահարուստ ժողովուրդն են, ամբողջ աշխարհի բանկերը իրանց ձեռքերի մեջ է միևնույն է, այդ խոստումի մեջ չեն։ Մինչև այսօր դեռ տառապում ու պատերազմում են, չեն հասել դրան, ուզում են ու չեն հասնում, որովհետև ոչ ուժով է, ոչ զորությունով է, այլ իմ հոգով է, ասում է Տերը, ոչ կամեցողից է, ոչ վազողից է։ Եթե Տերը չտվեց, եթե Տերը չարեց,
Զուրը ամեն բան, ոչ միլիոններդ, ոչ աշխարհի բանկերը, ոչինչ էլ չի փրկի։ Այդքան փողատեր են եղել բոլոր դարերի մեջ իսրայելացիները, ամբողջ աշխարհի մեջ։ Բայց միևնույն է, հազարավոր տարիներ իրանց մոտ 2000 տարի իրանց պետությունը չեն ունեցել։ Այդ փողերը չի փրկել իրանց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դու կհարստանաս, դու շատ նյութական բարիքներ կունենաս ապագայում, դու շատ զորավոր կլինես, հեղինակություն կլինես։ Այդ բոլորը մի կողմ, դա ոչինչ է։ Գրագետ կլինես, պաշտոնատար կլինես, Պողոս առաքյալն ասում է, այդ բոլորը ես ունեի։ Ես այդ բոլորը աղբ եմ համարել, զիբիլ եմ համարել, միայն թե Քրիստոսին ունենամ։ Այն պատվական մարգարիտը, որ կա, երբ որ այդ պատվական մարգարիտը Բաղդադեցի, այն ինչ որ ես ունեմ այդ մարգարիտների հետ, ես հասկացա, որ իմը արժեքազրկվում է Քրիստոսին ունենալու մեջ։ Քրիստոսը ավելի պատվական է, քան ինչ որ ես ունեմ։ Դրա համար ով որ Քրիստոսին ունի, նա ամեն բան ունի, ով որ Քրիստոսին չունի, նա ոչինչ էլ չունի։ Ինչ էլ որ ունի, արժեք չունի։ Որքան ծանր էր Մովսեսի համար։ Մովսեսը բնականաբար ծնվեց Եգիպտոսում։ Հիշում եք նրա պատմությունը, ծանր օրեր էր, երբ որ նա ծնվեց, որովհետև հրաման կար չար փարավոնից, որ բոլոր արուզավակները Իսրայելի, որովհետև շատանում էր այդ ազգը, շատ արագ, համ ծառային, համ ստրուկ էին, զարմանալիորեն էլ աճում էին ու բազմանում էին։ Եվ այդ փարավոնը ասեց, սենց որ գնա, սրանք այնքան են շատանալու, վերջում սրանք փորձանք է լինելու մեզ համար։ Շտամին գալուց կմիաբանվեն եւ մեր դեմ դուրս կգան։ Եկեք սրանց քոքը կտրենք։ Եվ արուզ զավակներին գցում էին Նեղոս գետը, Նեղոսը իրանց աստված էր, իրանց ասուն զոհանելով, եւ այդպես վարվում էին բոլոր արուզ զավակների հետ, ինչ որ ժամանակաշրջան։ Այդ ժամանակ ծնվեց նաեւ Մովսեսը Ամրամի եւ Հոքաբետի տանը։ Եվ մեծ ուշադրությամբ, զգուշությամբ պահեցին մի քանի ամիս, հետո հասկացան հնարավոր չէ, հիշում եք, տապանակի մեջ դրեցին եւ երեխան այսպես հայտնվեց փարավոնի տանը, որտեղ նրա աղջիկը գտավ այդ երեխային եւ մտածեց, որ եթե Նեղոսից է հանել, թե ճանաչեց, որ իսրայելացի տղա է։ Ինքն էլ երեխա չուներ, ասեց, սա հաստատ մեր Նեղոս Աստծո պարգևն է ինձ։ Բա չէ, հաստատ։ Այդ ձեր Նեղոս Աստծո պարգևն է, չէ՞ մի չէ։ Էլ չգիտեր, որ Աստված ուղարկում է նրանց պալատ ագենտ 007։ Լրտես, այսինքն բոմբա замедленного действия, ռումբա դրվում այդ փարավոնի պալատում եւ Եգիպտոսը պիտի խնամի, կերակրի, մեծացնի, իմաստություն տա, այն էլ Աստծո զավակին, Մովսեսին, որ պիտի լիներ այն ժամանակվա Մեսիան։ Մովսեսը, որտեղ նրա մայրը իրեն կաթ տալիս, մայրը կաթի հետ նրան միշտ ասում էր, տղաս, դու եգիպտացի չես, հիշիր, դու իսրայելացի ես։ Քո աստվածները աստվածները չեն, Եհովան է քո աստվածը։ Մայրը կաթի հետ նրան սովորեցնում էր, դաստիարակում էր։ Երբ որ երեխան մեծացել էր, պալատում էր, իհարկե նա ծածկել էր, ոչ ոք չգիտեր, որ ինքը եգիպտացի է, բացի իր խորտ մորից, այսինքն փարավոնի աղջկանից։ Եվ նա գրեթե երկրորդ մարդ էր ամբողջ Եգիպտոսում։ Բայց իր սրտի մեջ սերմ էր ընկել, մայրը սերմ էր գցել իր որդու մեջ, եւ այդ սերմի հեղինակը ոչ թե մայրն էր, այլ Աստված էր։ Աստծո խոսքը ընկել էր նրա սրտի մեջ, եւ այդ ինչքան ինքը մեծանում էր, այդ սերմն էլ հասունանում էր։ Հիշում եք աճող սերմի առակը։ Մարկոս 4-րդ գլուխ։ Ասում է մի մարդ սերմը գցեց հողի մեջ, գնաց պարկեց քնեց ինքը։ Ցերեկ թե գիշեր սերմը աճում էր։ Ինքն էլ չգիտեր ոնց է աճում։ Սերմը անկավ հողի մեջ, սկսեց աճել, ծիլը, հետո հասկը, հետո հատիկները, թե ոնց չգիտենք, այդպես էլ սերմը ընկնում է մարդու սրտի մեջ, Աստծո խոսքը, եւ ինքը սկսում է իրան աճել։ Դու քնում հելում ես, խաբար չես, բայց ինչ որ բաներ սկսում է հասունանալ։ Եվ այսպես Մովսեսը 40 տարեկան էր, բայց 400 տարին դեռ չէր լրացել, որ ժողովրդին է տեղից աներ, 360 տարին էր լրացել, Մովսեսը 40 տարեկան կայտարես մեծ զորավոր մեկներ եւ հասունացել էր իր հասկացածով, որ վերջ ես պիտի ժողովրդին դուս անեմ, ել ով պիտի լինի ինձանից բացի։ Ես եմ այն Մեսիան, ես եմ, որ պիտի ժողովրդին անեմ։ Ինքը սխալ չէր մտածում։ Մովսեսը սխալ չէր, նա ճիշտ էր։ Գուցե դու էլ ունես քո սրտի մեջ Աստծո սերմից գծված։ Գուցե դու էլ գիտես, որ Աստված քեզ ինչ որ բանի համար է կանչել։ Երբեմն չես բարձրաձայնում, չես հայտարարում, ամաչում ես, վախենում ես, հուսախաբվում ես,
Մովսեսը այդպես պահում էր, բայց եկա մի պահ մտածեց բավական է։ Ես դուրս գամ տեսնեմ հերիքայի մազգ էսպես տարապի։ Դուրս եկավ տեսա, որ մի հատ եգիպտացի, մի հատ իսրայելացու հոչի ծեծում։ Նայեց աջ, մարդ չկա, նայեց ձախ մարդ չկա, հարձակվեց Եգիպտացուն սպանեց, թաղեց ավազների տակ։ Այս մարդուն ասեց սուսուփուս գնա, ոչ մեկի չասես։ Տենց մարդ կա, չէ՞ որ ասում չեմ ասի ոչ մեկ։ Անհնարին ասեմ։ Մեկ էլ հաջորդ օրը իմանում ես ամբողջ քաղաքը գիտի։ Հաջորդ օրը նորից անցնում է այդտեղով, տեն այս անգամ երկու իսրայելացի են իրար հետ կռվում։ Մոտենում ասում տղեկ, ես ինչ եք անում։ Դուք աղբերներ եք, իսրայելացի եք, հասկացանք Եգիպտացին քո հետ կռվի, քեզ ծեծի, բայց դուք աղբերներ եք։ Ինչ է ասում այն իսրայելացին։ Շուրագալի ասում է, սպասի, չէ՞ ինձ էլ ես ուզում տենց սպանես, ոնց որ այն օր այն Եգիպտացուն սպանեցիր։ Փաստորեն լուրը տարածվել էր, եւ Մովսեսը, որ կարծում էր ինքն է կանչված Իսրայելին փրկելու, ոնց հուսախաբ եղավ, ինչպես կոտրվեց իր ամբողջ էությունը, հուսահատություն եկավ իր վրա, հասկացավ, որ իրան սպանելու են, լուրը հասավ դեպի փարավորի, որ ինքը իսրայելացի է եւ ոչ թե եգիպտացի, եւ անգամ եգիպտացու է սպանել, ցամաք սպանեի նրան, եւ ինքը հասկացավ, փախի, որ փրկվեց։ Եվ այդպես փախավ, պատկերացնում եք 40 տարեկան, մտածում էր, թե ինքը պիտի լինի, թե ինքը սխալ չէր մտածում, բայց ժամանակը չէր եկել 400 տարին, չէր հասունացել, որ ազգը կանչի, այսինքն երբեմն մենք առաջ ենք ընկնում Աստծուց, ինչ որ բաներ ենք ուզում անենք, երբ որ չի ստացվում, ասում ենք, չէ, էլի սխալվեցինք, այն մարդը դա մեր գործը չէր, հուսահատվում ենք, հուսախաբվում ենք, պատկերացրեք Մովսեսը գնաց դեպի անապատ, հիշում եք այնտեղ ամուսնացավ Հոթորի աղջկա Սեփորայի հետ, 40 տարի այս մարդը պալատական, որի վրայից միշտ անուշ յուղերի, օծանելիքների հոտեր էր գալիս, հագնում էր Վերսաչի, այնիշի Արմանի, ինչ բրենդներ ասես, որ չէր հագնում Եգիպտոսում, դուք պատկերացնում եք, հիմա այո, ոչխարի հոտ, աթարի հոտ է գալ իր վրայից։ Հիմա ինքը, որ պիտի առաջնորդեր Եգիպտոսին, հիմա ինքը չոբան է դարել, բարի բուն իմաստով։ Այդ անասունները քշում է դեպի Սինալերը հետ բերում, այդ է իր գործը, 40 տարի չոբան, 80 տարեկան մարդ։ Դուք պատկերացնում եք ինչքան է դրել, վերցնել, մտածել, հուսախաբվել, կոտրվել, չէ էլի։ Լսեք ինչ եմ ասում։ Դու կարող ես նեղվես, դու կարող ես հուսահատվես, երբ որ հանկարծ ձախողվի քո ծառայությունը, մտածես, որ չէ, չեղավ, ուրեմն ես չեմ, ինչ ուզում ես արա, բայց մի բան եմ ուզում ասել քեզ, այն սերմը, որ Աստված գցել է քո մեջ, այն հղիացումը, հոգևոր հղիացումը, որ քո մեջ կատարվում է, ոչ նեղությունդ, ոչ դժվարությունդ, ոչ ցավդ, ոչ հուսահատությունդ, ոչ մարդիկ, ոչ եկեղեցու հովիվները, ոչ առաքյալները, լսի, ոչ սատանան իր ամբողջ զորությամբ երբեք չի կարող այդ սերմը ոչնչացնել։ Եթե Աստված իր գործը սկսել է, նա կհասցնի ավարտին, օրհնյալ է մեր Տիրոջ անունը։